չեմ լսել Հորքուր, ինչ որոշեցիր, զանգում ես թե գնում ենք։ Մարատ, 32 տարեկան, ամուսնացած չէ, աշխատում է հորաքրոջ գրավատանը, որպես գործադիր տնօրեն։ Չէ, ավելի լավ է մի հատ զանգեմ, տեսնեմ ինչ է ասում, հետո կորոշենք։ Ռիտա, 56 տարեկան, Մարատի հորաքույրն է, ամուսնացած չէ, ունի սեփական գրավատուն։ Ադե ինչ պետք է ասի է, չգիտես որ ասելու է չունեմ։ Այդ համբերություն ունեցի։ Հեռախոսը խոսել են 2 րոպե ա տևում։ Լավ, զանգի տենամ ինչ ասում, բայց իրան չասես, որ մենք իրաստում ենք գնալու, չասես։ Խելքը զոհացի հետ չեմ կերել։ Լսի, որ լացը կոցը կապի, ուշադրություն չդարձնես։ Սուս մնա, զանգերը գնացին։ Ալո։ Գոհար, 53 տարեկան, այրի է, ունի 1 աղջիկ, զբաղվում է հագուստի մանրածախ առևտրով։ Բարև Գոհար։ Բարև, ով է։ Չճանաչեցիր, հա։ Ես եմ։ Ռիտա դու ես։ Ես եմ։ Չէիր սպասում, որ կզանգեմ։ Չէ, դե սպասում էի։ Ուղղակի ձայնը չճանաչեցի, Ռիտա ջան, կներես, հա։ Որ ես չզանգեմ, մի հատ չես մտածի զանգես, տեսնես ոնց եմ, ոնց չեմ, Գիտես Ռիտա ջան, ես քո հեռախոսը համարը կորցրել եմ, ավելի ճիշտ հեռախոսս եմ կորցրել, դե համարն էլ մեջն էր, դրա համար չէի կարողանում քեզ զանգել։ Հասկացա, հեռախոսդ կորցրել ես, համարս կորցրել ես, բայց հո հասցես էլ հիշում ես, Չէ, Ռիտա ջան, չեմ մոռացել, ուղղակի այնքան զբաղված եմ, որ չեմ կարողանում գամ։ Զբաղված ես, հա, փոստերեն գործերը տենց լավ են։ Դո չէ, այ Ռիտա ջան, ուր էր ինձ տենց բախտ։ Ամեն օր ես ցրտին գնում բազարում կանգնում եմ, արած առևտուրս էլ ինչա հեչ։ 2-3 դրամի բան եմ ծախում, են էլ հազիվ ուտելիքին այերիքում ու կոմունալ ծախսերին։ Որ ինչ ես ընկել դրա խելքեր արագացում։ Գոհար, ես չեմ զանգել, որ դու դարդերդ պատմես, ես էլ լսեմ։ Ես զանգել եմ, որ իմանամ, թե փողերս երբ ես տալու։ Գիտեմ, Ռիտա ջան, գիտեմ ինչի համար ես զանգել։ Ուղղակի Ռիտա ջան, հասկացի ինձ, ես հիմա չեմ կարող տալ, օր ու գիշեր չեմ քնում, քո պարտքերը տալու մասին եմ մտածում։ Էն էլ անտերը չկա, սաղ չորացել է, չեմ կարողանում մի 2 կոպեկ հետ գցել։ Գոհար, ինձ դա չի հետաքրքրում։ Դու ինձ կոնկրետ ասա, փողերս տալու ես, թե չէ։ Վայ, տալու եմ, բա ինչ եմ անելու։ Կոնկրետ օր ասա, երբ ես տալու։ Դե, չէ, կոնկրետ օր չեմ կարող ասել, Ռիտա ջան, բայց… Չէ, աչքիս ես անգամ էլ մեր խոսակցությունը չստացվեց Գոհար։ Մենք իրար էլի չհասկացանք։ Չէ, չհասկանալու բան չկա, Ռիտա ջան, որ լիներ հենց հիմա կբերեի կտայի, ցավը տանեմ, դու ինձ լավ ես ճանաչում։ Ես հո չեմ փախչելու։ Ռիտա ջան, քուր ջան, Աստված մի դուր կբացի։ Գործերս հաջող կլինեն, կբերեն պարտքդ անպայման կտամ։ Հաջողություն Գոհար։ Ալո, Ռիտա, լսի Ռիտա։ Անջատեց։ Այ Աստված ջան, խնդրում եմ, օգնի ինձ։ Օգնի ես այդ կնոջ պարտքը վերադարձնեմ, գլուխս ազատեմ ես մեծ ցավից, ինչ պետք է անեմ Աստված ջան։ Գնում ենք։ Բա որ ես քեզ ասում էի դրա մի զանգի ոչ մի բան չի փոխվելու։ Կարաս ներվերս չուտես, հա։ Գնացի։ Վերջաց։ Տնեն։ Կհակնեմ։ Քեզ նորմալ կպահես այնտեղ։ Գնացի։
արի։ Ռիտա։ Ռիտա։ Այս տղենով այն չես բերել մեր տուն։ Եղբորս տղան է։ Գիտի, որ ինձ գումար ես պահ, եկել է որ ստանա։ Հարգանքներս, Տիկին Գոհար։ Բայց Ռիտա ջան, մենք կես ժամը առաջ հեռախոսով իրար հետ խոսեցինք, ես քեզ բացատրեցի, որ ի վիճակի չեմ պարտքդ վերադարձնել։ Լսի Գոհար, ինձ արդեն չի հետաքրքրում դու ի վիճակի ես իմ գումարը տալու, թե ի վիճակի չես։ Ես եկել եմ իմ գումարը ստանալու, ու պիտի ստանամ։ Բայց ո՞նց է ստանալու, ես տան արժեքավոր բաներ չունեմ, որ տան պրծնեմ։ Այդտեղ դուք սխալվում եք, Տիկին Գոհար։ Ձեր ամենաարժեքավոր բանը ձեր տունն է։ Իսկ մենք ձեր տունը կվերցնենք։ Ինչ։ Ես իմ տունը չեմ կարող տալ։ Չէ, Ռիտա։ Լավ, լացիկոս պետք չի։ Մենք մեր փայը կվերցնենք ու կգնանք։ Ու ամբողջ տունը չենք վերցնելու։ Բայց ո՞նց եք վերցնելու, պիտի քանդեք տանեք, հա։ Հորքուր, լսում ես։ Ինչն ենք քանդելու։ Մենք հոտ տնական չենք։ Մենք այդպես բան չենք անի։ Ուղղակի տունդ կդնենք վաճառքի, կվաճառենք, քո փայը կտանք քեզ, մենք էլ մեր փայը կվերցնենք ու կգնանք։ Ռիտա, ես ինչ ես անում։ Ուզում ես մեզ դուրսը թողնես, հա։ Չհասկացա։ Մեզ ես քանի հոգ ենք։ Քանի հոգով եք ապրում ստեղ։ Քեզ ինչքանի հոգի ենք, դու դուրս գնա, հա։ Ես ու Ռիտան մեր հարցերը կլուծենք։ Լսի Տիկին Գոհար։ Դու ու Ռիտան ձեր հարցերը արդեն մի տարի չեք կարող լուծեք։ Ու եթե սենց շարունակվի, դեռ մի քանի տարի էլ չեք կարողանա լուծել, հասկացա՞ր։ Ուրեմն սենց կանենք։ Ոնց որ հորքուրս ասեց, մենք ստերից չենք գնա, մինչև այս հարցը չլուծվի։ Վերջ, հասկացա՞ր։ Լսի Ռիտա։ Չէ, հիմա դու ինձ շատ ուշադիր լսի։ Եկել որ քո լացուկոցը լսեմ, դու արդեն մի տարի է ինձ խաբում ես։ Այսօր վաղն ես անում։ Ես եկել եմ իմ գումարը ստանալու։ Ես հոգնել եմ արդեն քո նմնմոցներից ու պիտի իմ գումարը ստանամ։ Ախր չեմ կարողանում տալ, Ռիտա ջան։ Դու գիտես ես ինչ օրերի միջով եմ անցել, ինչ դժբախտություն եկել իմ գլխին, Ռիտա ջան։ Մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ։ Գոհար, ես քեզ մի տարի է ժամանակ եմ տալիս։ Իսկ ինչ վերաբերվում է քո դժբախտություններին, ես դրանում մեղավոր չեմ։ Ես մեղավոր եմ, որ դու դժբախտության մեջ ես, հա։ Ասա, մեղավոր եմ։ Չէ, մեղավոր չես, բայց ես էլ մեղավոր չեմ, չէ Ռիտա ջան, որ սենց ստացվեց ես ինչ անեմ։ Տունը ծախի։ Չէ, տունը չեմ ծախելու։ Ես չեմ կարող այդ բան անել, չեմ կարող Ռիտա ջան։ Ես կաշխատեմ, գլուխս պատերով կտամ, ամեն ինչ կանեմ ու պարտքդ կվերադարձնեմ։ Ես այս տունը չեմ կարող ծախել։ Միակ բանն է, որ ունեմ, շատ եմ խնդրում։ Մի քիչ էլ ինձ ժամանակ տուր, մի քիչ էլ։ Տոլեցի այ Գոհար։ Դու սուս։ Չհասկացա հորքուր։ Ինչ կա չհասկանալու, երբ որ կասեմ այն ժամանակ կխոսես, հետ կանգնի։ Գոհար, գոնե դու հիշում ես, թե ինչքան ես պարտքը։ Հա, ոնց չեմ հիշում, $20,000։ Ապրես, $20,000։ Իսկ հիմա ձեռքը դիր խղճի դու ասա, դու այդ $20,000 ինչքան ժամանակում կարող ես տալ, այդ քո քրճ ու փալասը վաճառելով, հա? Ինչքան ժամանակ։ Դե, կոնկրետ ժամանակ չեմ կարող ասել, բայց… Կոնկրետ մի ասա, մոտավորապես ասա։ Դե, երևի, եթե գործերս մի քիչ հաջող գնան, մի երկու տարուց կարող եմ փակել պարտքերդ։ Երևի, գործերդ եթե հաջող գնան, իսկ եթե գործերդ հաջող չգնացին, որը ավելի հավանական է, այդ ժամանակ ինչքան ժամանակում կարող ես գումարս տալ, Դե, հիմա չեմ կարող ասել, բայց ես հույս ունեմ, որ… Գոհար,
Դու մի տարբերակ ունես։ Տունդ վաճառես ու գումարս տաս։ Դու ուրիշ ելք չունես։ Ուրիշ ելք չեմ տեսնում, որ իմ գումարը կարողանաս վերադարձնես։ Քո աշխատանքով դու այդ գումարը չես կարողանալու գոհար տաս։ Այնպես որ տունդ վաճառի ու գումարս տուր։ Ու ինձանից մի նեղացի։ Ես մեղավոր չեմ Գոհար ջան։ Մեղավոր չեմ, չէ՞։ Ախր Ռիտա ջան, տունը որ ծախենք դրսում կմնանք, չէ, դրա համար եմ այդպես ասում։ Հորգուր ես չեմ հասկանում։ Ես որ ասում եմ դուրսը կմնանք, ես քանի հոգի են ապրում այս տանը։ Երեխա ունի։ Հա։ Էլ չխոսես մինչև չասեմ։ Գոհար։ Լսում եմ ասա։ Քո միակ տարբերակը տունը վաճառելն է։ Ես չեմ ուզում քեզ վատություն անեմ, բայց դու ուրիշ տարբերակ չունես։ Ես չեմ կարող, Ռիտա, չեմ կարող։ Եվ հորգուր։ Տեսու գնաց։ Ինչ չեմ կարող։ Եթե ինքը չի կարա, մենք կարանք։ Ես ու դու կարանք իրար հետ։ Ինչ, ճիշտ չեմ ասում։ 1 տարի 3 ամիս առաջ Գոհարն ու նրա ամուսինը պարտքով գումար էին վերցրել իրենց նախկին հարևան Ռիտայից, որպեսզի արտերկրից մեծ քանակությամբ հագուստ գնային եւ վաճառեին Երևանում։ Ապրանքն իր սեփական բեռնատար մեքենայով հայրենիք պետք է հասցներ հենց Գոհարի ամուսինը։ Սակայն վերադարձի ճանապարհին վերջինս վթարի ենթարկվեց եւ մահացավ։ Իսկ ապրանքը մեքենայի հետ մեկտեղ ամբողջությամբ այրվեց։